Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ եթերում ենք, ինչպես գիտեք, մեր հաղորդաշարը բազմաբաղադրիչ է, մենք այսօր անդրադառնալու ենք մեր երկրի կարևորագույն բժշկական ասոցիացիաներից մեկին, նույն ինքը ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա։ Առողջ առավոտ բժիշկ Ամիրյան։ Առողջ առավոտ բժիշկ Ավետիսյան, հիանալի, առողջ կարելի ասել։ Այս կտորը ես շատ եմ սիրում, որովհետև երբ մենք անդրադառնում ենք գիտական, հանրային լայն աշխատանք իրականացնող մեր գործընկերների միություններին, կառույցներին, ասոցիացիաներին, ես որպես համանման ասոցիացիայի ղեկավար շատ ուրախանում եմ, որովհետև հերթական անգամ հեռուստադիտողը եւ բժշկական հանրությունը հնարավորություն կունենա լսել, գնահատել, հասկանալ, որ առանձին անհատներ կամ մեծ թիմեր իրականացնում են բավականին լուրջ աշխատանք, ինչը միտված է մեր երկրում առողջապահության եւ բժշկագիտության զարգացմանը։ Ասոցիացիայի նախագահն է մեր տաղավարում Տիկին Լամարա Մանուկյանը, բժիշկ Մանուկյանը, առողջ առավոտ, իմ լավ եւ հավատարիմ ընկեր ու բարեկամ։ Բարի առավոտ, բժիշկ Ավետիսյան, ինձ միշտ հաճելի է ձեզ հետ շփվելը, հատկապես տաղավարում եւ տաղավարից էլ դուրս մեր համագործակցությունը կարծեմ շատ սկսվել է բավականին վաղ եւ շարունակվելու է եւ դեռ մեծ արդյունքներ ունենք միասին ստանալու, հաղթահարելու։ Միանշանակ ես եւ բժիշկ Ամիրյանը արդեն հաշիվը կորցրել ենք, թե որևէ ասոցիացիայի նախագահին ենք մենք հրավիրում եւ ամեն անգամ թեւավորվում ենք, որ հնարավորություն ունենք եթերից խոսելու այն աշխատանքի մասին, որը դուք իրականացնում եք եւ կարծում եմ դուք այս ոլորտում առաջամարտիկներից մեկն եք եւ կարողանում եք կայուն պահել դիրքերը։ Ես կուզեի, որ մենք սկսենք ասոցիացիայի հիմնադրման պատմությունից, ինչպես եկավ այդ իդեան եւ հետո արդեն աստիճանաբար ժամանակագրության կգանք դեպի մեր օրեր։ Սիրով, սա իմ ամենակարևոր այսպես ձեռքբերումն է առողջապահության համակարգում։ Դեռ տարիներ առաջ, 6 տարի առաջ, 2019 թվականին ես մոտեցա մեր նախկին թերապևտների միություն կար, այսպես ասած, ասեմ, որ թերապևտների միությունը դեռ 90-ական թվականներից գալիս է մինչ առ այսօր եւ տարբեր նախագահներ են եղել, ընդհանուր մեր գլխավոր բժիշկները, մեր ամբիոնի վարիչները, այսպես եւ վերջինս Միխայել Նարիմանյանն էր։ Ես մոտեցա եւ հարցրեցի, թե ինչու չի գործում այս ասոցիացիան եւ ինչու ակտիվ չի։ Միխայել Զախարիչն ասեց, Լամարա ջան, մի հատ հələ տեսնենք այս ասոցիացիայի շրջանակներում ինչքան բժիշկ ունենք, ինչքան եւ այլ, եւ մենք հասկացանք, որ ես գնացի պետրեգիստր եւ հասկացանք, որ ասոցիացիան լուծարվել է անգործունեության պատճառով։ Ինձ համար շատ ցավոտ էր, որովհետև ասոցիացիան ուներ կնքած բազմաթիվ համագործակցության հուշագիրներ եւ այլ տարբեր երկրների հետ եւ այդ ամբողջ պատմությունը կորավ։ Եվ մենք որոշեցինք հիմնել նոր ասոցիացիա, որը արդեն ոչ թե թերապևտների, քանի որ թերապիա բառը ընդհանրապես դուրս է եկել գործածությունից եւ մենք թերապիան հիմա անցալում ենք որպես նոր ձևաչափով, որպես ինտերնալոգիա, ներքին հիվանդությունների բժշկություն եւ բացվեց ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիան, իհարկե Միխայել Զախարիչը եղավ ինձ հետ համահիմնադիր, իսկ ես նախագահ Եվ սկսեցինք աշխատել եւ ասեմ, որ այդ շրջանում սարսափելի այսպես անմխիթար վիճակում էին մեր թերապևտները, բացարձակապես անպաշտպան, բացարձակապես այսպես լքված, իրանց բառերն եմ սա ասում, իրանցով մեզնով ոչ ոք չի հետաքրքրվում, չի զբաղվում, խոսքս առավել եւս առաջնային օղակի բժիշկների մասին էր եւ մենք սկսեցինք հավաքել մեր թիմում բժիշկներ, կամած սկսեցին բժիշկները հավաքվել, հավատացին, որ կունենանք մի կառույց, որը կարող է շատ լուրջ գործեր անել։ Եվ այսպես մեր ասոցիացիան ձևավորվեց, սկզբից 20 հոգի էինք, հետո 30-40, իսկ հիմա արդեն 1000 բժիշկ է մեր ասոցիացիան, ասեմ, որ առայժմ իմ տեղեկություններով սա ամենամեծ ասոցիացիան է, որովհետև 500 բժիշկ դրանք թերապևտներն են եւ ընտանեկան բժիշկները եւ մոտավորապես մի այդքան, մի քիչ երևի, մի 480 հոգի այլ նեղ թերապևտիկ մասնագետներ եւ ոչ թերապևտիկ բժիշկներ, նաեւ մենք ունենք իրավունք 25% ունենալ վիրաբուժներ, ատամնաբուժներ եւ այլ ոչ թերապևտիկ մասնագիտություններ։ Ակտիվ մասնակիցների մասին է խոսքը։ Այո, ակտիվ շեշտենք, որովհետեւ տանել չեն կարողանում վարչարարները եւ կազմակերպիչները այն կառույցները, որտեղ թղթի վրա ներկայացվում է մի արդյունք
Հիմա մի հարց էսպես ընկերական, ինչքան ժամանակ կպահանջվի 1000-ին հավաքել։ Ես 1000-ին հավաքել եմ 5 տարում, կամաց եմ հավաքել, տենց մի անգամից ոչ։ Միջոցառում ենք անում, կարևոր իրադարձություն կա, ասոցիացիայի կողմից նախաձեռնություն կա, 1000-ից քանիսը կգան։ 1000-ից 800-ը հաստատ կգան։ Ֆանտաստիկ, այո։ Հա, եւ ես այդպես էլ նախատեսում եմ, որ այդ 1000-ից 800-ը անպայման կգան։ Ես անձամբ իմ անունից չեմ հարցնում, այսպես կոչված քննադատների անունից, որովհետեւ սա շատ կարևոր է։ Գիտեք, մի կարևոր էսպիսի նրբություն կա, ասեմ, որ քննադատները պատկերացնեն, ուրեմն եթե ասոցիացիան արդեն կայացել է եւ ունի ուրույն իր այսպես դիրքորոշումը եւ բժիշկը, որ այդ ասոցիացիայի անդամն է, հավատացել է ասոցիացիային, պատկերացնում եք, պետք է հավատա։ Եվ երբ որ արդեն կայացել է, ինքը անպայման կգա։ Իսկ եթե դա ուղղակի ձեր ասած թղթի վրա գրված ինչ որ կառույց է, որտեղ ոչ մի գործունեություն չի ծավալվում, դա մի ուրիշ բան է։ Ինձ միշտ հարցնում են մեր արտերկրյա բժիշկները, որոնք գալիս են մեր գիտաժողովներին, դուք եք բազմաթիվ գիտաժողովներ անում, ու միշտ զարմանում են, որ այդ գրանցման ժամանակ բոլոր բժիշկները, որ մոտենում են, այդ իսկ մեր գիտաժողովները 500-ից պակաս չի լինում մասնակցությունը, բոլորին ես անվանական ճանաչում եմ, բարևում եմ, գրկախառնում եմ ու միշտ ասում են, «Էս ո՞նց է բոլորին ճանաչում եք, այդ բոլորը ձեզ մոտենում են հատուկ», ասում եմ, «Այո, որտեվ մեր մեջ արդեն ձևավորվել են այդ հարաբերությունները, միջմասնագիտական, մարդկային եւ ինչու՞ չէ համատեղ մի գործ առաջ տանելու, այսա շատ կարեւոր է, երբ որ ոչ ոք չի մտածում, որ ես նախագահն եմ, ես ինչ որ մեկից բարձր եմ, ոչ, ես ձեզանից մեկն եմ։ Եվ դա ես միշտ ասում եմ, եւ իրանք ինձ հետ ընկերություն են անում, ես իրենց հետ խորհրդի եմ նստում, սա մի մեծ ընտանիք է, որը շարժեց առաջնային օղակը։ Իրականում դա առաջնորդի տվյալ դեպքում կին առաջնորդի ուժեղ որակներից մեկն է, եթե հիշում եք Հենրի Ֆորդի մասին էին խոսում, որ հսկայական գործարանի մեջ բոլոր աշխատակիցներին, բոլորին անձամբ ճանաչում էր անվանական, ես նույնիսկ հիշեցի մեր սիրելի դեկանին Կարինե Մինասովնային, ով որպես դեկան մեզ բոլորիս անգիր հիշում էր անուն ազգանունով, հայրանունով, երեխաների, քույր եղբայրների քանակով, սիրելի Կարինե Մինասովնա եւ Միխայել Զախարովիչին եւս ջերմ ողջույնները ուղարկենք դեպի բժշկական համալսարան, դեպի մեր ալմա մատեր Սրտանց։ Բժիշկ Ամիրյան, դուք հարց չունեք, ես շատ մեծ հաճույքով եւ ուշադրությամբ լսում եմ, իհարկե ողջունում եմ, որովհետեւ այո, այդ ներդրումը, այդ նվիրվածությունը, ինչու՞ չէ նաև ցանկացած հավաք ասոցիացիայի շրջանակներում կարող է մեր առողջապահության ոլորտում ինչ-որ լուրջ հարցի լուծում լինել։ Այո, իհարկե, միանշանակ։ Իսկ հարցս հետեւյալն է, բժիշկ Մանուկյան, ինչ գործունեություն է ծավալում ասոցիացիան ներքին ոլորտում Հայաստանի Հանրապետությունում եւ արդյոք ինչ միջազգային կապեր կան։ Հիմա ասեմ, ուրեմն առաջինը ասոցիացիայի միտքը ստեղծելու մի քիչ ավելի այսպես վաղ գամ պատմությունը ես գտնվում էի Ռուսաստանում թերապևտների միջազգային եվրոպական կոնգրեսին, որը կայանում էր այդ տարի Ռուսաստանում, ու քանի որ ես Միխայել Զախարովիչի հետո գնացել էի եւ առողջապահության ազգային ինստիտուտում հետաքրքրվում էի, թե ընդհանրապես թերապևտիկ ուղեցույցներ կան, վերջապես էս մեր բժիշկները, որ պետք է ասոցիացիայում գրկվեն, որ ուղեցույցներով պետք է աշխատեն, ինձ մի շատ այսպիսի տհաճ պատասխան տվեցին, որը ինձ վրա շատ այսպես հոգուս առավ, ասեցին, որ մենք թերապիան շուտվանից թաղել ենք, չկա թերապիա եւ մենք պետք է նեղ մասնագիտական միայն ունենանք այսպես ծառայություններ։ Ու դրանից հետո այդ բառերից հետո ես մասնակցում եմ ինտերնալ մեդիցինի եվրոպական կոնգրեսին եւ Ֆրանկ Բոշը, այն ժամանակվա նախագահն, ասեց, որ ես եմ սկիզբը բժշկության եւ ես եմ թագավորը բժշկության, ես պետք է որոշեմ թերապևտը հիվանդը ինչպես պետք է վիրահատվի կամ չվիրահատվի եւ ծննդկանը ինչպես պետք է ծննդալուծվի։ Այսինքն իմ որոշումները շատ տեղերում կարևոր են։ Դուք ձեզ զգացեք ձեր ոլորտի բժշկության մեջ թագավորը, թերապիան դա թագավորն է։ Ոչ մի ոլորտ չի կարող այդքան շատ գիտելիք ունենալ ներքին օրգաններից, ինչքան թերապևտը։ Այսպես Ֆրանկ Բոշն էր ասում։
եւ երկու սուր հայտարարություն է կարել, սպասում ենք երրորդին։ Երկու սուր հայտարարություն է կարել, բայց գնանք առաջ, մեր հաղորդաշարը որևէ կաշկանդվածություն չունի, ազատ խոսքի իրավունքով կարող եք շարժվել առաջ։ որ մեկն էր սուր։ Առաջինը սուր էր, որ հնչեցրեցի կառույց, որտեղ ասել են թաղման այդ երևույթի մասին, եւ երկրորդը արդեն որ հավակնոտ այսպես արտահայտություն, անգամ ես որպես թերապևտիկ մասնագիտության գրող, ինչ որ ամեն դեպքում ինչ որ բան առաջացավ մեջս, բայց կիսակատակ եմ ասում, գնանք առաջ։ Ամեն դեպքում այդ բառերը չգիտեմ ինչքանով էր բան, բայց ինձ ոգևորեցին եւ ես հասկացա, որ թերապիան չի կարող։ Այո, մի պահ կար, որ ներքին հիվանդությունների բժիշկները համարյա չէին մնացել եւ անգամ չէին էլ վերապատրաստվում կլինարդին տարեթիվը 2019-ի մասին եք խոսում եւ 2020-ին աշխարհը հասկացավ թերապևտի գինն ու դերը, այո։ Այնպես որ դուք ժամանակավրեպ չեք եղել եւ 2020-ից հետո կարծում եմ, ես չեմ կարծում, որ տվյալ անհատականությունը հնչեցրել է համակարգի կարծիքը կամ անգամ կառույցի կարծիքը, գուցե ինչ որ աշխատակից է եղել, որ նաեւ, չգիտեմ, թերապիայից կարող է բժշկական կրթություն էլ չի ունեցել։ Ամեն դեպքում 20 թվականը ամբողջ աշխարհում եկավ եւ ասեց, որ հարգելի վիրաբույժներ, ինտերնիստները կան եւ պետք է լինեն եւ այդ ժամանակ էր որ բոլորը այդ թվում նեղ մասնագետները, թոքաբանները բոլորը բուժում էին COVID եւ բուժում էին որպես թերապևտ կամ ներքին հիվանդության մասնագետ, հա, ներքին բոլորը, այո, որովհետեւ առաջնային օղակի վրա դրվեց այդ Էլ չեմ ասում առաջնային օղակի արտահիվանդանոցային ծավալ։ Արտահիվանդանոցային շատ մեծ ծավալ եւ այդ հենց գիտաժողովի ընթացքում ինձ պատահական այդ ամբողջի մեջ իսկ այնտեղ մասնակցում էր 5000-ից ավել բժիշկներ, ինձ մոտեցավ Եվրազիական թերապևտների ասոցիացիայի նախագահան եւ ասեց դուք հայուհի եք, ասեցի այո, ասեց գնացինք մեր ասոցիացիայի անդամ դառնալու Եվ ես այդ ժամանակ Ես ձեզ երրորդ սուր արտահայտում դուք հայուհի Այո, ինքը միանգամից ինքն էլ էր հայ, բայց ազգությամբ, բայց երբևիցե Հայաստանում չէր ապրել, Հայաստանն իր համար պատմական երկիրն էր, դա Հարությունովը Գրիգորի Պաուչի ինքը Եվ ես այդ ժամանակ ես անձամբ ինքս դարձա դեռ ասոցիացիան բացված չէր։ Հետո երբ որ ասոցիացիան եկա եւ հիմնեցի, մենք արդեն համագործակցության հուշագիր կնքեցինք եւ մեր ասոցիացիան մտավ Եվրասիական թերապևտների միության մեջ եւ ես եղա հայաստանյան համակարգողը, որտեղ ամեն մի երկիր ուներ իր համակարգողին։ Եվ մենք հասան, որ 2000 Սա մինչև ասոցիացիա բացելներ նույնիսկ Հայաստանում կայացավ 2016 թվականին առաջին Եվրասիական թերապևտների կոնգրեսը եւ չեք պատկերացնում ինչքան ժողովուրդ էր հավաքվել ու այդտեղ ես հասկացա որ մեր բժիշկները ծառավ են միավորվելու, գիտելիք ստանալու, կրթվելու եւ ինչ որ պետք է անընդհատ իրանց խրախուսել, աշխատել իրենց հետ, չպետք է պահանջել այ դու սխալ արեցիր անգրագետ արեցիր, պետք է տալ նոր պահանջել, մենք սովոր չենք դրան, մենք անդադ փորձում ենք դիմացինին մեղադրել, բայց ես կարծում եմ սկզբից պետք է տալ, հետո նոր պահանջել։ Իշխանության դուք ճիշտ եք կարծում, որովհետև բնության օրենքն է այդպեսին, բնությունն ինքն առաջին հերթին տալիս է, հետո ակնկալում ինչ որ մի բան, մինչդեռ մենք հակառակն ենք անում, դրա համար շատ հաճախ բնությունը մեզ կարծում եմ պատժում է։ Ֆանտաստիկ ներածական էր սա, առայն որ հիմնավորվեց ասոցիացիայի անհրաժեշտությունը ոչ ժամանակավրեպ լինելը եւ այն հարցերը։ Հիմա գանք միջին փուլ եւ փորձենք հասցնել, որ ձեզ է շատ հաճելի է երկար կարող ենք խոսել, նույնիսկ հարց կարող ենք ձեզ չտալ, բայց եթերաժամը կավարտվի, իսկ մեր ասելիքները կիսատ կմնան։ Միջին փուլում արդեն խոսենք արդեն կատարված աշխատանքի մասին, կարող եք ցուցանիշներ ու թվեր հնչեցնել, վստահ եմ, որ դուք այնքան կազմակերպված կազմակերպիչ եք, նոր էլ ավարտել եք MBA-ը, ես շնորհավորում եմ ձեզ, դուք 8-րդ ծերունդն եք հոսպիտալ մենեջմենթի եւ ես ողջունում եմ ձեզ, որովհետեւ մի անձնական բան ասեմ, ճիշտ եք ասում, մենք նախորդ դարից ենք իրար ճանաչում եւ միասին աշխատել ենք, ես դեռ ուսանող էի, դեռ կլինիկական օրդինատոր եւ դուք ծառայություն եք ղեկավարում միտեղ եւ ես ֆենոմենալ եմ համարում ձեր աճը ամենայն հարգանքով եմ ասում, որովհետև այդքան տրանսֆորմացիաներ ոչ բոլոր կանայք են, հատկապես ինչ որ մի փուլի կարգավիճակի հասնելուց հետո, որին դուք այն ժամանակ արդեն հասել էիք, այսքան նորարարություն անել։ Դուք շարունակաբար կրթվում եք, ստեղծում եք, արարում եք եւ սա ֆանտաստիկա է, ես ողջունում եմ այդ կտորով ձեզ եւ իմ հիացմունքը եւ կարծում եմ շատերի հիացմունքը, որ պետք է վարակիչ լինի։ Հիմա խոսենք ցուցանիշներով, ինչ եք արել, օրինակ, քանի բժիշկ եք կրթել։
Մենք քանի գիտաժողով է կարել։ Ուրեմն 2019 թվականի հուլիսին եղավ մեր առաջին գիտաժողովը համատեղ Եվրասիական ասոցիացիայի հետ եւ այդ ժամանակ արդեն մենք գրանցեցինք առաջի գիտաժողովին 300 բժիշկ 300 բժիշկ հավաքվեցին եւ բոլորը անմիջապես մեծ հետաքրքրություն առաջացավ որ ինչպես թե նոր միությունը եւ այս նոր միությունը տալիս է մի այլ գիտելիք որտեղ ձևավորվեց նոր տեսակի ներքին հիվանդություններ բժշկություն որը խոսքը գնում է կոմորբիդ հիվանդի վարման այսինքն այդ ներքին հիվանդությունների բժիշկը ինտերնիստը, հա, ինքը վարելու էր կոմորբիդ հիվանդներին։ Իսկ նախկինում ես միշտ ասում եի թերապևտը մի շատ թերի գործառույթ է իրականացնում, նստած պոլիկլինիկայում ուղղորդում է այս մասնագետից այն ինքը ոչինչ չի անում, ինքը միայն հավաքագրում է այդ դեղերի ցանկը եւ 20-ից 30 դեղ նշանակում է տալիս հիվանդի ձեռքը, նա էլ գնում է մի քանի օր հետո սկսում է այդ դեղերը չխմել, որտեղ զարգանում է միջդեղային հակազդություններ եւ ֆիզիկական վիճակի վատթարացում եւ որոշում է որ այդ բժիշկը լավը չէր մի հատ գնամ հիվանդանոց պոլիկլինիկայի բժիշկին վստահել չի կարելի այս օղակը արատավոր ես ուզեցա կոտրեմ որպեսի այդպես չլինի այո բացարձակ չեմ ուզում նսեմացնեմ նեղ մասնագետի կարևորությունը բայց նեղ մասնագետը ոչ թե հիվանդին է պետք այլ բժիշկին ավելի ճիշտ կողմնորոշվելու եւ պետք է գնալ բժիշկի մոտ հիվանդի հետ ոչ թե ուղարկել հետո մեկի մոտ հետո այն մյուսի այդպես եւ ձևավորեցինք այդ մեր գիտաժողովների արդյունքում մենք տարեկան անում ենք 2-ից 4 գիտաժողով պարտադիր նաեւ ունենում ենք մարզային գիտաժողովներ, հա, արտագնագիտաժողովներ, որպեսզի փոքրիկ այդպես տարբեր մարզերում եւ գիտեք դա էլ շատ կարեւոր է, մարզային գիտաժողովը ավելի այսպես նեղ միջավայրում ավելի հեշտ է ինտերակտիվ շփվելը։ Մեծ գիտաժողովներում գիտեք, շատերը մի քանի անգամ մտածում են մինչեւ սպეციფიկ են, ավելի առարկայական է խոսում։ Մարզերը, գիտեք, ինչքան դժվար է, իրանք սպասում են, որ դու գնաս, եւ ես ասեմ, ես այսօր Սիսիանի մարզում ունենք բժիշկներ, ընտանեկան բժիշկներ, որոնք այնպիսի նշանակումներ են անում միջազգային ուղեցույցներով, որ ես ուղղակի հիանում եմ ու շատ ինձ լավ եմ զգում։ Դա ամենակարևորն էր, որի մենք պետք է հասկանայինք, որ ընտանեկան բժիշկը պետք է կարողանա անկաշկանդ եւ արեստավարժ վարել համակցված եւ ուղեկցող հիվանդություններով հիվանդին։ Անհրաժեշտության դեպքում համատեղ նաեւ խորհրդատվություններ անել նեղմասա շատ կարեւոր է։ Դրանով կթեթևացնենք նաեւ կծանրաբեռնվածությունը հիվանդանոցների, ճիշտ է։ Երկրորդը մենք կարողացանք այս 5-6 տարիների ընթացքում հասկացնել, որ շատ կարևոր են կանխարգելիչ միջոցառումները, սկրինինգները, անկախ նրանից դրանք պետությամբ արդեն հաստատված են թե չէ, վաղ հայտնաբերումը կարող է լինել հենց հիվանդի հետ զրուցելուց, ավել 1-2 հարց տալուց, ավելի խորաթափանց լսելու նրա գանգատը, կարող է տակը թաքնված է մի այլ հիվանդություն։ Այս հմտությունները մենք սկսեցինք սովորեցնել եւ իրանք հասկացան, որ իրանք կարեւորությունը զգացին։ Ես ամեն անգամ չեմ մոռանում խոստովանվել իրանք սիրո մեջ, ասում եմ, որ դուք իմ առաջագծի մարտիկներն եք, դուք շատ կարեւոր դեր ունեք առողջապահության մեջ։ Այն առողջապահությունը, որը առաջնային օղակը ամուր է, նա շատ լավ ունի արդյունքներ կարծում եմ։ Կանխարգելիչ բժշկությունը սկսեցինք զարգացնել եւ մենք անգամ մի քանի այդպիսի գիտաժողովներ ունեցանք եւ հրավիրեցինք տարբեր երկրներից, տարբեր եւ եվրոպական եւ նախկին սովետական միության երկրներից եւ ես նաեւ թույլ եմ տալիս, որ բժիշկը անհատ բժիշկը կապեր ստեղծի եկած բժիշկի հետ եւ միգուցե պետք է իրան խորհրդատվություն եւ ինքը շատ ազատ կարող է զանգել օրինակ ակադեմիկ Բիլինկովին եւ ինչ որ մի հարց տալ, որը որ իր հիվանդին եւ երրորդը այստեղից բխող երրորդը, որ իրանք հասկացան, որ իրենց հիվանդը իրենք պետք է ավարտեն։ Չպետք է ուղարկեն մեկ այլ, հիվանդը մարզից չպետք է գա մայրաքաղաք, հիվանդը չպետք է գնա ուրիշ, ես կարող եմ ընդամենը քեզ օգնել, ես եմ ակադեմիկն է, թե պարոն Ավետիսյանն է, չգիտեմ, մենք կարող ենք իրար օգնել, բայց մենք չպետք է հիվանդին փոխանցենք մեկ ուրիշին, ստացվի այնպես, որ ես մի քիչ
այդքան գրագետ չէի։ Հիմա օրինակ այն մյուսը կանի հեղաշրջում չէ։ Երբ որ դու թույլ ես տալիս, որ մարդը աճի եւ այդ աճը խրախուսում ես, այլ ոչ թե ասում ես, այ դու անգրագետ ես, այդ շատ կարեւոր փաստ է։ Ես կարծում եմ մի հատ մոտեցման նուրբ ձև կա, որ բժիշկին ոգևորում է։ Ես մի բան արձանագրեմ Բժիշկ Ամիրյան, որ Բժիշկ Մանուկյանի մեջ մայրը շատ է։ Հա։ Տեսնում եք, մայրություն է, սա մայրական հոգացություն է, մոր մտածելակերպ է բոլորին հավասար, հատկապես նրանք, ովքեր ավելի թույլ են, բնության մեջ էլ այդպես չէ, մայրը միշտ փորձում է պաշտպանել թույլին եւ նրան, ով ավելի շատ կարիք ունի եւ օգնության կարիք։ Անկեղծ ասած Բժիշկ Ամիրյան, մեր գործընկերները արդեն մեզ հուշում են, որ ինչը ես կանխատեսում եի ժամանակը թռնելու, դրա համար փորձենք 1 րոպեում ավարտել։ Ես ունեմ ասելիք, բայց կուզեմ, որ դուք էլ եթե միտք ունեք, ուղերձ ունեք, ներկայացնեք, չասված ինչ կա։ Ես ուզում եի նաև շեշտել, որ 2025 թվականի մարտի 5-ին մենք մասնակցեցինք Եվրոպական ասամբլեային եւ ընտրվեցինք Եվրոպական ֆեդերացիայի միության անդամ, մեր ասոցիացիան դառնավ լիիրավ անդամ եւ Հայաստանը 43-րդ երկիրը, որը մտավ միջազգային ասպարեզ։ Նաեւ մի շաբաթ հետո մենք դարձանք միջազգային միության Internal Medicine ներքին հիվանդությունների միջազգային միության անդամ, ուղիղ 1 շաբաթ հետո եւ հիմա այդ երկու այդ կառույցները բուրն համագործակցության մեջ են մեզ հետ, պահանջում են մասնագետներ Հայաստանը ներկայացված պետքա լինի բոլոր կառույցներում իրենց նեղ մասնագիտություններով։ Ես շատ ուրախ եմ։ Սա ֆենոմենալ է եւ նույն ճանապարհով գնում է մեր ասոցիացիան, Ցավի բժշկության միջազգային ասոցիացիա, Եվրոպական դաշնություն լինելով ստորաբաժանում եւ որոշ տեղերում նաեւ լիիրավ անդամ եւ ինչի կապակցությամբ ես ուրախ եմ, որ ընդամենը օրեր առաջ մենք միասին կնքեցինք համագործակցության եւ փոխըմբռնման հուշագիր եւ կարծում եմ, որ Ցավի բժշկությունը եւս ամենակարևոր ուղղություններից մեկն է ներքին հիվանդությունների բժշկության մասնագետների, թերապևտների, ընտանեկան բժիշկների համար եւ կարծում եմ, որ ուսուսի տված երկու կազմակերպությունները կարող են այդ թվում օգտվելով այդ հսկայական միջազգային ռեսուրսից եւ աջակցությունից Հայաստանը միանգամայն նոր որակի բարձրացնել նաեւ այս ուղղության մեջ։ Մեզ մնում է շնորհակալություն հայտնել բժիշկ Մանուկյանին եւ առողջապահության կազմակերպիչ Տիկին Լամարա Մանուկյանին, նախագահ, կանք չառնեք, ծառայեք օրինակ, սիրելի գործընկերներ, բուժաշխատողներ, կին բուժաշխատողներ, առողջապահության կազմակերպիչներ, կարծում ենք վարակիչ եւ մայրական բնազդով օժտված ուժեղ անհատականությունը ձեզ համար կարող է օրինակ լինել եւ թող սա այդ եթերը լինի, որ դուք ոգեշնչվեք Տիկին Մանուկյանից եւ սկսեք ձեր ուղղությունը զարգացնել Հայաստանում։ Իսկ դուք սիրելի հեռուստադիտող, առողջ եղեք եւ թող անկախ ամեն ինչից ձեզ ներքին հիվանդությունների բժիշկը, թերապևտ, ընտանեկան բժիշկը բացառապես կանխարգելիչ նպատակներով տեսնի եւ խորհրդատվություն մատուցի։ Առողջ առավոտ բոլորիս, կհանդիպենք։ Հաջողություն։